Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նորուղերձ է հղել իրանցի ցուցարարներին, կոչ անելով շարունակել բողոքի ցույցերը եւ տիրանալ պետական հաստատություններին։ Ես չեղարկել եմ բոլոր հանդիպումներն իրանցի պաշտոնյաների հետ, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է, գրել է նա։ Իսկ ավելի ուշ հայտարարել, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ օգնություն է նա ուղարկելու իրանցի ցուցարարներին։ Դանիայի եւ Գրենլանդիայի պաշտոնյաները շտապում են Սպիտակ տուն, Թրամփը կրկին սպառնում է գրավել երկիրը։ Այսօր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել ռազմական ուժի կիրառմամբ կղզին գրավելու տարբերակը։ Մինչ Սպիտակ տանը կայանալիք վճռորոշ հանդիպումը հայտարարությամբ է հանդես եկել Գրենլանդիայի վարչապետը։ Գրենլանդիան չի դառնա Միացյալ Նահանգների մաս, չի պատկանի նրան եւ չի կառավարվի Վաշինգտոնի կողմից։ Եթե կղզին ընտրության առաջ կանգնի Միացյալ Նահանգների եւ Դանիայի միջև, այն կընտրի թագավորությունը, հավելել է Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։ Արևմտյան անվտանգության համակարգի պաշտոնյայի համաձայն Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 3 միլիարդ դոլարի հրթիռներ, Ուկրաինայում գրեթե 4 տարի տևած պատերազմում Ռուսաստանին օգնելու համար, գրում է Bloomberg-ը։ Թեհրանը նաև միլիոնավոր զինամթերք եւ հրետանային արկեր է ուղարկել Ռուսաստան։ 350 տրակտոր եւ գոմաղփով լիբեռնատարներ, Փարիզում ֆերմերները բողոքի ցույց են անցկացնում ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք դեմ են Եվրամիության եւ Հարավային Ամերիկայի երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրին, որն ըստ նրանց կվնասի իրենց ապրուստին։ Ռուսաստանի ծննդատներից մեկում մահացել է 9 նորածին, դեպքը տեղի է ունեցել Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը Ամանորի օրերին։ Ողբերգության պատճառը բակտերիալ վարակն է եղել։ Կիևը մնացել է առանց էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման, որոշ սպառողներ արդեն 5 օր է առանց էլեկտրաէներգիայի են, սուպերմարկետները նույնպես շարունակում են փակ մնալ երկարատև անջատումների պատճառով։ Հավայան կղզիներում կրկին ժայթքել է Կիլաուեա հրաբուխը, լավայի արտանետած մոխրի բարձրությունը հասել է ավելի քան 250 մետրի։ Եվ վերջում ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն երաժշտական աշխարհի հսկաները՝ Անդրեա Բոչելի, Մարայա Քերի։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլանի Սան Սիրո մարզադաշտում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։